Վրացական Մայդան թե խաղաղ հեղափոխության փորձ հոկտեմբերի 4-ի թիմ ընտրությունը փաստացի ավելի խորացրեց հարևան երկրում քաղաքական ճգնաժամը։ Ընդդիմությունը ու միջազգային հանրությունը կասկածում են հրապարակված արդյունքներին, ըստ որոնց բոլոր խոշոր քաղաքներում հաղթել է կառավարող վրացական երազանք կուսակցությունը։ Վրաստանի իշխանությունն էլ պնդում է ԵՄ-ն աջակցել է երկրում իշխանության տապալման փորձին ու ներողություն ակնկալում։ Կոչ եմ անում Եվրամիության բոլոր ներկայացուցիչներին զերծ մնալ կեղծ խոսույթի տարածումից, որն ամրապնդում է արմատական ուժերի ձգտումը խաթարելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը։ Վրաստանում ընտրությունից հետո ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը եւ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը համատեղ հայտարարությամբ կոչ էին արել հարգել հավաքների եւ խոսքի ազատության իրավունքը։ Ամիսներ շարունակ անկախ լրատվամիջոցների վրա հարձակումները, քաղաքացիական հասարակության դեմ օրենքների ընդունումը, ընդդիմադիրների եւ ակտիվիստների ազատազրկումը, ինչպես նաեւ իշխող կուսակցության օգտին ընտրական օրենսգրքի փոփոխությունները կտրուկ կրճատել են մրցակցային ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Եվրապաշտոնյաները նաև հերքել էին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի մեղադրանքները, թե Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների համար պատասխանատու է Եվրամիության դեսպանը, որն աջակցել է սահմանադրական կարգը տապալելու փորձին։ Հոկտեմբերի 4-ի ուշ երեկոյան ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո Թբիլիսիում ցուցարարները փորձել էին ներխուժել Վրաստանի նախագահի նստավայր, սակայն իրավապահները կիրառել էին ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ, կանխելով այն։ Ցույցերին մասնակցած հասարակական գործիչ Գեորգի Թումասյանը պատմում է իրենք հակասահմանադրական քայլերի, այդ թվում նախագահի նստավայր ներխուժելու որևէ մտադրություն չեն ունեցել։ Ժողովուրդը հավաքվել էր ցույցին մասնակցելու նպատակով, որի գլխավոր ուղղությունն էր մերժել այդ ընտրությունները եւ հայտարարել նրա մասին, որ չեն ընդունում այդ ընտրությունների արդյունքները եւ առհասարակ այսօրվա գործող իշխանությունը։ Այդտեղ կազմակերպիչ խումբի կողմից, որոնք այդպես էին հանրությանը ներկայացրել, նախատեսված էր, որ իրանք ծրագիր պետք է հայտնեին եւ երբ իրանք հայտնեցին իրանք ծրագիրը գնալ եւ ուրեմն գրավել նախագահի նստավայրը, ապա ցույցի շատ փոքր մասը դրան միացավ մարդկանց եւ կարելի ասել ամբողջ ցույցից այդ օրակարգի լեգիտիմությունն իրանք հաստատի չստացան եւ դրա հետևանքում մենք տեսանք այդտեղ բախումներ եւ այս փուլում այդ կազմակերպիչ խմբի ղեկավարները 5 անդամը, որոնք այդպես էին ներկայացրել, ձերբակալված են։ Վրաստանում ընդդիմությունը միասնական չէ, կարծում է հասարակական գործիչը, ասում ընդդիմությանը նոր օրակարգ է պետք։ Վրաստանում կարելի ասել ներքաղաքական հիմա լուրջ ճգնաժամ է եւ առհասարակ ես կարծում եմ եւ այստեղ հստակ նաեւ իմ դիրքորոշումը Վրաստանում ասացի, որ ամբողջ ներքաղաքական օրակարգը պետք է փոփոխություն կրի, որովհետեւ այս ձևաչափը, այս ֆորմատում, որը գոյություն ունի այսօր Վրաստանում ներքաղաքական օրակարգը ինքը արդեն իր ուրեմն սահմանափակումներին է հասել։ Մինչդեռ վրացագետ Ջոնի Մելիքյանը Թբիլիսյան հետընտրական զարգացումները ընդդիմության ու Բրյուսելի սխալ հաշվարկների հետևանք է համարում։ Իշխանություններից դժգոհությունը աճում է, բայց քանի որ ճնշում կա նաև դրսից, այդ դրսի ճնշումը արդարացված չէ արդեն, հա, այն մարդիկ դրսում, հա, արևմուտքում, ովքեր մտածում էին, որ վիզայի հարց լինի, այլ հարցեր լինեն, ճնշման շնորհիվ կարող են իրավիճակ փոխել երկրի ներսում, հիմա արդեն իրավիճակը այնպիսին է, որ այս ամենը ցույց է տալի, որ ավելի են էլեկտորատը իշխանության միատար դարձնում եւ ավելի սատարող են դարձնում, քանի որ այդ ճնշումները տեսանելի են, ճնշումները շատ կոպիտ են, ոչ դիվանագիտական եւ պիտի իմ կարծիքով այդ վերաիմաստավորումը նաեւ արևմուտքում տեղի ունենա։ Հայաստանի համար չափազանց կարևոր է, որ չդադարի Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը, շարունակում է փորձագետը, փաստարկում Հայաստանի ու Վրաստանի համար այդ օրակարգը ընդհանուր է։ Այս իշխանությունները դրա մասին չեն ասել, որ դադարեցնում են, ինչը լավ է, բայց վատ է, որ դրան արձագանք դեռևս չկա եւ կան նաեւ process-ներ այդ ճնշման եւ շատ կարեւոր է, որ այդ վերականգնման process-ը լինի, որ օրակարգում Բրյուսելի առանձին պետություններ չլինի, հա, տարածաշրջանային մոտեցումը լինի, ինչը ել ավելի էական է դարձնում կամ ավելի է ակտուալացնում տարածաշրջանի դինամիկան Բրյուսելի համար։ Եթե այդ հետաքրքրությունը միայն ռուսների համար խնդիր առաջացնելն է, նաև մեր օրակարգից չի բխում եւ այստեղ եւս մենք էլ ասելիք ունենք, որ համագործակցությունը մեր
դրսի խաղացողների հետ դեմ չի ինչ-որ երրորդ պետության։ Հայաստանը միևնույն ժամանակ ցանկանում է Վրաստանում կայունություն, բայց Վրաստանի ժողովրդավար եվրոատլանտյան ուղին եւ այսպես ասենք ուրիշ կենտրոնների ստիպված ազդեցության տակ չհայտնվելը իհարկե Հայաստանի Հանրապետության շահերի մեջ է մտնում, բայց Հայաստանի Հանրապետությունը իհարկե հարգում է Վրաստանի ներքին գործը եւ չի մտնում այդ ներքին գործի մեջ։ Փորձագետները նկատում են, հետընտրական Վրաստանում քաղաքական տարաձայնությունները, փողոցային լարվածությունը կարող են հաղթահարվել կառուցողական երկխոսությամբ միայն, որի շահառուն նաև մեր տարածաշրջանն է։ Վոլոդիա Մուշեղյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։